Աննա Հակոբյանը մոտ կգա տարած կգա։ Ընդեմ բռնության տարբեր տեսաուղերձներ է հղում։ Հիմա այս բռնությանը երբևէ կանդրադառնաս ձեզ աղջկա երեխայի անչափահասի նկատմամբ։ Տեսեք, ես իհարկե իր հետևորդը չեմ, չգիտեմ նա ինչով է զբաղված, բայց այնուամենայնիվ այն ինչ որ կատարվում է այսօր Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես իրավապահ համակարգի նախաձեռնությունները եւ Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից արձակված որոշումները, դրանք ըստ էության բռնության տարեր են պարունակում, որովհետեւ այլ կերպ ես դա չեմ կարող գնահատել, սկսած մարդկանց առաջին իսկ պահից կալանքի տակ վերցնելուց, երբ մենք տեսնում ենք, որ դրա կարիքը բացարձակապես չկա, բայց քաղաքացիների նկատմամբ գործադրում են բռնություն եւ տղամարդկանց նկատմամբ գործադրված բռնությունը նրանց կալանավորելուց դա ըստ էության տեղի է ունենում հենց ընտանիքներում, որովհետեւ տեսնում ենք, որ մուտք են գործում բնակարաններ, ընտանիքներ եւ հենց երեխաների կանանց առջեւ այդ բռնությունը գործադրվում է։ Սա հենց նույն այդ ընտանեկան բռնության, եթե մենք բացումներ անենք այդ ձևակերպումների մեջ, ապա բռնությունը ոչ միայն ֆիզիկապես է, այլ բռնությունը ավելի կարող ենք ասել, ավելի կոշտ է եւ ավելի ծանր հետևանքներ է իր մեջ ներառում, երբ բռնությունը հոգեբանական է։ Հիմա այստեղ մենք տեսնում ենք այս դասական դեպքով, երբ Արեգնազ Մանուկյանին սկզբից ձերբակալեցին, ապա տարան դատարան կալանավորեցին, սա հոգեբանական մեծ ճնշում է ոչ միայն Արեգնազ Մանուկյանի նկատմամբ, այլ նաև նրա ընտանիքի անդամների նկատմամբ, այսինքն ըստ էության սա ընտանեկան բռնության մի ձև է, որովհետև այլ կերպ ես չեմ կարող սա գնահատել, ինչպես որ օրինակ Արեգնազ Մանուկյանը ունի տարեց մայր, որին ինքն է խնամում, ունի, ես գիտեմ, ընտանեկան լուրջ հարցեր, որոնց լուծումները պետք է տրվի հենց Արեգնազ Մանուկյանի անմիջական մասնակցությամբ։ Ես գիտեմ նաև, որ Խափամիջոցի բողոքարկման հետ կապված է հարցը, հա, տեսեք, Արեգնազ Մանուկյանը, որ չեն կարողանում հիմա իրավունքներից նայեք, հիմա տեսեք, այս խափամիջոցները այսպիսի կոշտ սահմանափակումներով ընդունելը հենց հոգեբանական ճնշման մի տեսակ է, այսինքն եթե կնոջը, ով ունի անչափահաս երեխա, իր խնամքի տարեց մարդիկ, դրանք իր ամուսնու ծնողներն են, ովքեր իր հետ են ապրում եւ նաեւ իր մայրը, որը իր խնամքի կարիք ունի, սա ուղղակի բռնության մի ձևեր են հենց կնոջ նկատմամբ, այսինքն եթե խոսում ենք բռնության մասին, եկեք խոսենք հենց բռնությունը, որը իրականացվում է պետական ասպես կոչենք չակերտավոր, լեգիտիմ իրավունքները բանեցնելու միջոցով։ Այսինքն, հա, այո, պետությունը իրավունք ունի մարդուն ձերբակալի իշխանությունները եւ ներկայացնի դատարան, դատարանը որոշում կայացնի կալանավորելու, բայց դրանք պետք է լինեն բացառություններ, իսկ տվյալ պարագայում մեր մոտ բացառություն չի, օրինաչափություն է, եւ այս կազմակերպությունը Եվրոպական միության այս գրասենյակը շատ լավ քաջատեղյակ է, որովհետև մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը զբաղեցնում է առաջի տեղերից մեկը, նախնական կալանքների կիրառման հետ կապված։ Այսինքն մենք մեր մոտ խափամիջոց կալանավորումը ոչ թե բացառություն է, իսկ օրենք ասում է, որ պետք է լինի բացառություն։ Միջազգային նորմերը նույնպես ասում են, որ պետք է լինի բացառություն, բայց դա կիրառվում է որպես օրինաչափություն եւ մենք առաջի տեղում ենք։ Մեր համար հատուկ դիվիզիա կա, որ զբաղվում է նախնական կալանքներով։ Այսինքն Եվրոմիությունը դրա մասին շատ լավ գիտի։ Հիմա Արեգնազի դեպքը մենք քանի որ այսօր եկել ենք Արեգնազի համար, ես կարամ բազմաթիվ դեպքեր նաեւ օրինակներ ներկայացնեմ, բայց կոնկրետ Արեգնազի դեպքով որ վերաքննիչ դատարանը հապավում է, այսինքն օրենքի այս ոչ ճկուն լինելու հնարավորությունը իրենց ընձեռում է, որ կարող են երկար ժամանակ չքննել վերաքննիչ բողոքը։ Հիմա գործը ուղարկում են դատարան, հիմա դատարանը մենք չգիտենք ով կլինի այդ դատավորը, ինքնաբացարկ կհայտնի, մինչև մյուս դատավորին հասնի, մինչև նորից քննվի խափամիջոցի հարցը, ստացվում է այնպես, որ մարդը ամիսներ շարունակ կարող է գտնվել
ըստ էության այս քաշքշուկի վարչական պատճառով եւ նաեւ այսպիսի կառույցների անտարբերության պատճառով գտնվի նախնական կալանքի տակ։ Գիտեք, ես նոր չեմ իրավապաշտպան գործունեությամբ զբաղվում։ Ես իմ մասնագիտական գործունեությունը սկսել եմ հենց իրավապաշտպանությունից։ Եվ այս իրավապաշտպան գործունեությունը ինձ ասում է, իմ փորձը, որ այսօրվա այս գործող իշխանությունների նկատմամբ ուղղակի կա հովանավորչություն այս ապօրինությունները իրականացնելու համար նման կառույցների կողմից։